Աստղիկ բժշկական կենտրոնում մեզ էր վստահվել, մեր թիմին էր վստահվել բացելու COVID բաժանմունք, այսպես ասած, եւ ծանրագույն հիվանդները գալիս էին մեր կլինիկա։ Եվ այս ամբողջ թիմը, գումարած այլ անդամներ դրսից ընդգրկված, զբաղված էր COVID-ի բուժմամբ, գիշեր-ցերեկ չունենալով, բոլորը գիտեն, ես չեմ ուզում նույնիսկ վերհիշեմ, շատ ծանր օրեր էր եւ սկսվեց պատերազմը, որևէ մեկին ինչ-որ զորակոչով չենք կանչել։ Որոշեցինք Ստեփանակերտ եւ Մարտակերտ հոսպիտալներում մենք ապահովենք թորակալ վիրաբույժի ներկայությունը եւ որոշակի հերթափոխի որոշում կայացրեցինք, որպեսզի շատ երկար չբացակայեն, ֆիզիկապես էլ չսպառվեն, այսինքն ով որ արդեն Արցախում էր, ուզում էր երկար մնար, ով որ ստեղ էր, ուզում էր շուտ գնար փոխեր, ամեն ինչ անում էր, գալիս էր, բայց գնամ փոխեմ։ Չէ, ես մեր էլեկտրական 10 անգամ չենք կարող։ Այս որ կարողն եք, դա մեր թիմի առաջ փորձ չի, ապրիլյանի ժամանակ էլի բոլորս է մասնակցել ենք։ Ապրիլյանի ժամանակ էլ ավելի շուտ էլ Գևորգ Սարբիկիչ ընդհանրապես 92 թվից ու այդ ծառայության ընթացքից սկսած ցանկացած այդ էսկալացիայի բանի կռիվ պատերազմ մանր տեղային դրա մասին կարող մարդ չիմանար էլ ստե Երևանում բոլորս տարբեր փուլերում տարբեր ձև մասնակցել ենք։ Վատ երազի մեջ էլ չէինք սպասում, որ տենց մի բան կսկսվի կամ կլինի, նու այդ մասշտաբի, հա, դե փոքր միջադեպեր տարբեր ժամանակներում եղել էին, շատ տեքիտ չափով տեղյակ էինք, մասնակցել էինք, բայց այդ բան միակ բանը, որ մեր մտքով անցնում էր, կոնկրետ իմ մտքով որ անցնում էր, ոնց անել, որպեսզի մաքսիմալ շատ կյանքեր փրկել, հա։ Չնեմ, ոնց որ Աստծուց մի հատ sense ուժ իջացել է, որ ասենք ուժի ժամանակ կարող է այդքան պայքարի պատրաստ չլինեինք։ Առաջին ես գնացի Ստեփանակերտ ու մեկ օր անց արդեն հասկացանք, որ Մարտակերտում եւս կարիք կա, 4 հոգով թիմը ձևավորվեց, 2 հոգի Մարտակերտ, 2 հոգի Ստեփանակերտ ու 2 շաբաթը մեկ հերթափոխով, որ նաեւ ստեղ եւ մի քիչ այդ լարված գեր էմոցիոնալ իրավիճակից գոնե որոշակի թեթևություն լինի, ստեղի հիվանդներին եւս հոգ տարվի, խնամք տարվի ու որոշակի թեթևանալուց հետո նորից հետ պատերազմի դաշտ։ Ինչքան գնում էինք ծայրամաս, օրինակ Մարտակերտում բուժանձնակազմի կարիքը շատ ավելի մեծ էր, քան նույն Ստեփանակերտում։ Գիտեմ, որ նաև մյուս Մարտոնիում ու Մեխակավանի հոսպիտալում եւս անձնակազմի կարիքը շատ ավելի մեծ է եղել, ինչքան մոտենում էր առաջնագծին, այնքան բժիշկների քանակություն ավելի քիչ է եղել եւ պահանջարկը ավելի շատ է եղել։ Գերազանցապես կամավոր սկզբունքով իհարկե, հա, բոլորը նաեւ այտենց բոլորս այդ ցիկլի մեջով անցանք էլի, այսինքն Արցախ, պատերազմ, ստեղ COVID, վիրավորներ, մարդիկ մոտիվացված էին, հա, այսինքն դե ամեն մարդ իր մասնագիտությունով դες ինքը այն ինչ որ գիտի դրա շրջանակներում, հա, բաշիր աշխատանքը ծավալում էր ու փաստացի այնց խնդիրներ տարբեր առաջանում էին, բայց այդ ընդհանուր մեծ կոլեկտիվի սահմանում, ասենք լուծվում էին, այսինքն ապահովություն կար, սարքավորումների, բանի, դեղորայքի, միջամտական ու գործիքների առումով։ Ու դե ամենակարևորը ըստ իմը մոտիվացիան էր, որ կար ու հա այդ ամեն ինչը արդեն ուղղորդված ծառայում էր, էլի։ Բոլորս է փորձել ենք մեր ուժերի չափով նպաստել թե զինվորների արագ վերականգնմանը, թե առողջացմանը, թե հնարավոր է կարող ենք մենք օգնել, օգտակար լինել իր կյանքը պահպանելու առումով, այդ ամեն ինչը փորձել ենք։ Կարելի ասել ոչ մեկ չի խոսում խնդիրների մասին, իրական շատ մեծ խնդիրներ են եղել այդ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե բուժապահովման, թե հաղորդակցման առումով, հիմնական հարցը կասեի, որ հաղորդակցումն էր շատ բուժած, հաջորդականություն ապահովելը եղել է, որ չի ապահովել, եղել է, որ զուտ ոչ մի թուղթ փաստաթուղթ չի եղել, չի իմացվել, թե պացիենտին ինչ է արված ու հետազոտություններով դա այդ հասկանալը միշտ չի, որ շատ հեշտ է լինում։ Պետք է հասնես մաքսիմալ շատ մարդու օգնես։
Եթե դու փորձես բոլորին վերջնական մեծ ծավալի վիրահատություն անել, դրանով մենակ խանգարելու ես մյուսներին։ Միջինը կդառնա ծանր, ծանրը ծայրահեղ ծանր, թեթևը միջին, հա, այսինքն որոշումները պետք է լինեն մաքսիմալ արագ ու օբյեկտիվ ու ամենաքիչ տրավմատիկ եղանակով։ Իհարկե փորձ տվել է բոլորին էլ եւ բոլորը ովքեր որ մասնակցել են հաջորդին իրանց հմտությունները եւ փորձը ավելի շատ կարողանան ծառայեցնել զինվորներին, բայց աշխատելու տեղ շատ ունենք։ Եվ այդ աշխատելը մենակ մեզնից չի կախված, նաեւ համակարգային խնդիրներ կան, որոնց լուծումը որ կարծում եմ պետք շատ ավելի արագ պետք է կազմակերպել։ Կանգորային ծանր տրավմաներով եւ մեծ քանակի արյան կորստովա հեմորրագիկ հիպովոլեմիկ շոկով հիվանդներ լինում, որ առաջի հայացքից թվում անուսալի են, բայց լինում է դեպքեր, որ փրկվում են, իրոք դա հրաշք է ու միանշանակ դա Աստծո գործումն է տեղ։ Բոլոր այն զինվորները, ովքեր հասնում էին հոսպիտալ, հավատացած եղեք, չի եղել մեկը, որ լինի ընկճված կամ այսինքն այն ամեն ինչը ինչ իրանք տեսել են, դրանից հետո հասնել հոսպիտալը, ոնց որ հասնեն տուն։ Կստպավեցնել ու որևէ մեկի մոտ ընկճվածություն կամ վախ հավատացած եղեք չենք նկատել։ Նայում էին քեզ ու զգում էիր, որ դու ես իրավույս։ Կար։ Դա ավելի ապարտավորեց։ Մաքսիմալ օգնել տվյալ մարդուն, տուժածին, то есть կապ չունի ինչ ձևով է տուժը, այսինքն վերադառնալ շարք, վերադառնալ տուն, իր ընտանիքը։ Երկու դեպք եղել է, բավականին հետո, մոտ 4-5 ամիս հետո մոտեցել եմ Բիշիջան բարեձեզ, անկեղծ չես ճանաչում, էլի, բաժնում պարկած հիվանդ չի եղել, այդ հիվանդների բոլորին ճանաչել ենք սպիով, որտեղ այդ պահին դեմքը հողոտ, արունոտ, այտուցված, անհնար է ուղղակի։ Ցանկացած բժիշկի համար ամենամեծ շնորհակալությունը եւ վարձատրությունը դա բուժված պացիենտի ժպիտն է եւ կարողանում է կանգնի քո դիմաց։ Մեկ պատերազմ անցած պես ինձ մինչև մայ չեմ համարում, որ իրականում ես պատերազմի միջով անցել եմ։ Ինձ թվում է պատերազմի մեջ իրականում անցել են այն մարդիկ, ովքեր որ հենց նայել են թշնամու աչքերի ու մնացել են իրենց տեղում։ Մենք բացի գործընկեր լինելուց նաև ընկեր ենք, շփումը չասեի ավելի խորացավ, բայց հաստատ կապը ավելի ամրացավ։ Այնց իրար հետ համատեղ մենք չենք եղել նույն տեղում։ Հիմնական միշտ ամեն մեկս մյուսին փոխարինում էր ու իրար հետ մի օր կարող է մնացած լինեինք։ Իհարկե ուժ տալիս էր այդ առումով, որ գիտես, որ այդ պահին մենակ չես, հենց քեզ ճանաչող, հենց քո նեղ մասնագիտությամբ մարդ կողմ հետ որ շատ ավելի արագ է քննարկելը, ավելի հեշտ է քննարկելը ու խորհուրդ հարցնելը։ Նախ ամեն մարդ ինքը իր մեջ այդ ամեն ինչին պատրաստ լինի, հետո նոր պատրաստ լինի ինչ որ մեկի կողքին կանգնելու։ Աստված չտա ինչ որ տենց էլի նմանատիպ օրեր կան, բայց չգիտեմ ամեն դեպքում երևի ոչ թե մենակ բժիշկները կամ երևի ամեն մի Հայաստանում ապրող հայ երևի լիքը հետևություն արել է թե կռվող, թե չկռվող, թե բուժող, թե բուժվող։ Պարտքի նման բան է, որ պարտավոր ենք, մանավանդ դժվար պահերին կանգնել, դա ըստ իմ մասնագիտության անկախ։ Բայց ինչ պետք է անենք։ Հանձնվենք, ապրենք, ապրել նշանակում է պայքարել։ Ամեն մի քրիստոնյա մարդու առաջի առաքելությունը հենց պայքարելն է։ Ամենօրյա պայքարն է չարի դեմ։ Այսինքն հավաքվել, կրթվել, զարգացնել բանակ ամեն տեղ, ամեն ուղղությամբ։